Ամրանալով կապանում, գրում է Գարեգին Նժդեհը, գալի կայունահեղություններից խուսափելու ցանկությամբ Կարմիր զորահրամանատարությանը հղեցի հետևյալ վերջնագիրը. Ձեր զորքերի ներկայությունը Սյունիքի սահմաններում այլևս անհանդուրժելի է։ Հրամայում եմ, եթե չեք ուզում 11-րդ բանակի մնացորդներին հետ կոտորածի եւ գերության մատնել, անմիջապես դատարկել Զանգեզուրը։ Հակառակ դեպքում ստիպված կլինեմ կռվով տիրել ձեր ձեռքում գտնվող երկրամասին։ Իմ այդ վերջնագրին խորհրդային զորահրամանատարությունը պատասխանեց սրով, ուղարկելով իմ դեմ Բաքվից հասած նոր ուժեր։ Թուրքական գունդը Զավալ Փաշայի հրամանատարությամբ ու հռչակավոր Կուրոչկինի հետյալ բրիգադան։ Տաթևի եւ Գորիսի միջև Եռաբլուր դաշտի վրա տեղի ունեցավ մեր վերջին վճռական ճակատամարտը, որի ընթացքում Կարմիր բանակը մի քանի անգամ էլ զգաց Սյունիքի զարկերի թափքը։ Իմ վաշտերը թուրքական դիակները տրորելով մտան Գորիս։ Վիրավորված ու գերի է նաեւ Զավալ Փաշան։ Ազատագրված ցնցում է ողջ Զանգեզուրը։ Գարեգին Նժդեհ, իմ պատասխանը։